Անսարյան, Հայաստան դաշինքի հայտարարությանը ինչպես կարձագանք է, որովհետև ասել են կարծես թե հետևյալն է, որ դուք խերեք նաև ԿՊ-ի պակասող ձայներ կամ այլ պակասող ձայներ, մենք էլ 128 ձայնը կտանք ձեզ։ Դուք իրենց հարցրեք, բայց որտեղի դուք եք տեղյակ եղնեք, ես կարծում եմ, որ վաղը բանակցություններ են տեղի ունենալու Հայաստան դաշինքի եւ պատիվ ունեմ խմբակցությունների միջև եւ այդ հարցերը դաշնական պատասխաններ կստանան։ Դուք եւ Ռոբերտ Քոչարյանը բանակցում եք այս բանի այդ հարցի շուրջ։ Որոշումը Ռոբերտ Քոչարյանն է լինելու։ Իրենց խմբակցության մասով։ Իրենց խմբակցության մասով բանը։ Ես չեմ կարծում։ Տպավորությունը որ մրցավազք է, որ ՀՀԿ-ն Քոչարյանին ու իր թիմին է տուփիկ ուզում տալ, հիմա էլ Քոչարյանն ու իր թիմը ՀՀԿ-ին են տուփիկ տալիս, այսպես փոխադարձ շախ ու մատ անելու։ Տուփիկ դա փակող արժեք կամ շախ են անում շախմատային լեզվով ասած, որ մատ անեն։ Մենք շախ ենք հայտարարել եւ հայտարարել ենք միայն այսօրվա իշխանությունները։ Մենք ուրիշ շախ հայտարարելու ֆիգուր չունենք։ Մատանետ կստացվի իմպիչմենտով։ Իսկ փողոց գեներացնելու հիմքեր տեսնում եք նաև այս գործընթացով։ Վստահ եմ ես, ոչ թե տեսնում եմ, այլ վստահ եմ։ Պարոն Սարգսյան, շատերը մտածում են, որ դուք Նիկոլ Փաշինյանի դեմ կոմպրոմատներ ունեք եւ միայն հարմար պահի եք օգտագործելու դա։ Նախ ունեք եւ երբ եք օգտագործելու։ Ինչ կոմպրոմատներ։ Դե իշխանության եք եղել, ինքն էլ ընդդիմադիր է եղել։ Հետո որևէ ձևով չունեք կոմպրոմատներ։ Այսինքն այս 7 տարվա ընթացքում ամեն ինչ շատ լավ է եղել եւ լրացուցիչ կոմպրոմատների կարիք կա։ Ես զարմանում եմ ձեր զարմանում եմ ձեր հարցերի։ Անձնական դաշտի երևի, հա, գործընկերություն։ Մտել են արդեն անձնական դաշտ, այդ թվում եկեղեցականներ, ասում են նախորդ իշխանությունը կունենար, ինչ էլ չլինի հատուկ ծառայություններ, ինչ որ անձնական հետաքրքիր տեսանյութեր։ Ոչ։ Ձեր պահոցում միայն են ձայնագրություններ։ Ես հետաքրքիր ձայնագրություն հրապարակել եմ, դե ցավոք սրտի շատ-շատերին դա քիչ հետաքրքրեց։ Բայց այսօրվա իրավիճակը հենց այդ խոսակցության արդյունք է, այդպիսի դիրքորոշման արդյունք է։ Պարոն նախագահ, 7 տարի առաջվա իրողություններին անդրադառնալով եւ այս 7 տարիների մասին Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հայտարարություն բացահայտում է արել, նշել է, որ որոշ երկրներ շահագրգռված